Իլհամ Ալիևը վաղուց է պատրաստվում Զանգեզուրի նկատմամբ վերահսկողության համար Հայաստանի հետ հնարավոր կարճատև, արագ պատերազմի։ Մենք չենք բացառում, որ հակամարտության ընթացքի վերաբերյալ նախնական համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել հայկական կողմի հետ, գրում է Թալիշական հեղափոխություն թելեգրամյան ալիքը։ Ալիքը վստահ է, որ Իրանի նախագահ Փեզեշքյանը հրավիրվել է Բաքու բանակցությունների, որտեղ Ադրբեջանն իրանական կողմին փորձել է կաշառել միջամտությունը կանխելու համար։ Էրդողանն իր հերթին կարող է օգտվել իրավիճակից տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը ամրապնդելու համար։ Հայաստանի իշխանությունները ամենայն հավանականությամբ կներքաշվեն այս խաղի մեջ եւ կարող են ստանալ իրենց բաժինը առաջիկա համաձայնագրերից։ Սակայն սա կհանգեցնի Ադրբեջանում մնացած ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների աճի, որտեղ հնարավոր են այլախոհների ձերբակալություններ եւ նույնիսկ սպանություններ։ Իլհամ Ալիևի հաշվարկն այն է, որ եթե Իրանը բախվի արտաքին սպառնալիքի, ապա երկրի ներսում կարող են անկարգություններ սկսվել։ Այդ դեպքում նա կարող է որոշել զորքեր ուղարկել հյուսիսային Իրան։ Բաքուն հատուկ նշանակության ուժեր է պատրաստում այս սցենարի համար, ինչը վկայում է հնարավոր իրադարձությունների լուրջ նախապատրաստության մասին։ Հատուկ նշանակության ուժերը երկար ժամանակ ուսումնասիրում են պարսկերենը, գրում է ալիքը։